Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Իրադարձությունը ինչու նրան եւս կալանավորեցին, կերպով փորձեցին լրացնել ծնողներին։ Ծնողների տարբեր խմբեր կան, ովքեր պայքարում են արդարության հասնելու իրենց որդիների, ընտանիքի անդամների ճակատագրի հետ կապված տարբեր մանրամասներ իմանալու համար։ Կան մարդիկ, որոնց որդիները կամ եղբայրները զոհվել են, կան մարդիկ, որոնց ընտանիքի անդամները անհետ կորածի կարգավիճակ ունեն, կան մարդիկ, ովքեր ադրբեջանական տարբեր կայքերում կամ սոցիալական մեդիայում տեսել են իրենց հարազատներին եւ ըստ էության նրանք գտնվել են ադրբեջանական վերահսկողության տակ, բայց այս 5 տարիների ընթացքում որևէ ուղղությամբ իշխանությունը որևէ լուրջ քայլ չի ձեռնարկել եւ մարդիկ բարբերաբար իրենց դժգոհությունը արտահայտում են։ Հիմա իշխանությունը այս տարիների ընթացքում մի մարտավարություն է բռնել տարբեր ծնողների, ովքեր տեղից շատ մեծ կորուստ ունեն կամ բավականին մեծ խնդիրներ ունեն, որոնք իրենց մտահոգում են, այս մարդկանց փորձում են լրացնել։ Բնական է, որքան որ մարդկանց պահանջները չեն բավարարվում եւ որքան իշխանությունը այս իմաստով պարզապես չի գործում, այս պայմաններում մարդկանց եւ հուզական վիճակը եւ նաեւ արդարացի պահանջը շատ ավելի ընդգծելի է լինում։ Արսեն Ղուկասյանն այն ծնողներից է եղել, ով ամենատարբեր միջոցներով, փողոցներում, տարբեր հարթակներում օգտագործել է հնարավորությունը բարձրացնելու այն խնդիրները, որոնք կապված են անհետ կորած մեր հայորդիներին եւ նրանց ճակատագրի մասին եւ իշխանությունը մի փուլում, ինչպես նախորդիվ եղել է նաեւ այլ ծնողների դեպքում, իշխանությունը փորձել է խնդիրը ճակերտներում լուծել մեկուսացման միջոցով։ Ես նաեւ ուզում եմ ձեզ հիշեցնել, որ տարբեր կարգավիճակներով ազատությանից զրկվել է, տնային կալանքի ռեժիմով է գտնվել նաեւ Գարիկ Գալեյանը, նաեւ մեր հայորդիներից Հակոբի հայրը Գերարան, ով այս պահին էլ տնային կալանքի ռեժիմում է եւ այսօր էլ այստեղ հավաքվել ենք Ղուկասյան Արսենի հետ կապված, ով իր վախտակիցների եւ բազմաթիվ ընկերների հետ շարունակում է 5 տարի շարունակ բարձրաձայնել այն հարցերը, որոնք հասարակության համար պետք է լինեն առաջնային օրակարգի հարց։ Պարոն Աբրահամյան, Արսեն Ղուկասյանն նաեւ առողջական լուրջ խնդիրներ ունի, ինչի մասին փաստաբանական թիմն է բարձրաձայնում, անգամ Տիկին Սողոյանը հայտնեց, որ նրա առողջական վիճակը ուղղակի համեմատական չէ քրեակատարողական հիմնարկում գտնվելու պայմանների հետ, ինչ սպասելիքներ ունեք այսօր հնարավոր է խափանման միջոցը փոխվի։ Իշխանությունն այս ողջ շրջանը օգտագործել է կալանավորումները որպես պատժիչ միջոցներ կիրառելու եւ մարդկանց պարզապես ազատությունից զրկելու համար։ Այն դատարները, որոնք գտնում են իշխանության հրահանգների ներքո, բնականաբար այս որևէ սպասելիք չեմ կարող ունենալ դատարներից եւ իրավաբանություն որպես այդպեսին գոյություն չունի։ Եվ քանի որ մենք խոսեցինք այն հիմնական պատճառներից, որը նաև կապված է Արսեն Ղուկասյանի այստեղ ճաղերի հետևում հայտնվելու հանգամանքների մասին, բնական է այս պայմաններում որևէ եզրահանգում, որը հիմնված կլինի իրավական կամ բարոյական նորմերի մեջ, պարզապես մենք չենք կարող։ Իշխանությունը ոնց որ քաղաքական շատ ընդդիմախոսների դեպքում է լինում, նաև մարդկանց նկատմամբ ում տեսակետը եւ կարծիքը չի տեղավորում իշխանության առաջնահերթությունների մեջ, պարզապես ընտրում է ճանապարհը, դա կամ բռնությունն է, կամ մեկուսացումն է, որը նաև արտահայտում է կալանքների միջոցով։ Տիգրան Գալստյանը շատ լուրջ առողջական խնդիրներ ուներ, Աղվան Արշակյանը եւս բարեբախտաբար նրա խափանման միջոցը փոխվեց, բայց Տիգրան Գալստյանը շարունակվում է մնալ կալանավորված։ Պետությունը այստեղ ինչ խնդիր ունի, ինչու ծանր հիվանդ մարդիկ, առողջական լուրջ խնդիրներով մարդիկ կալանավորված մնան։ Իշխանության խնդիրը մարդկանց պատժելն է, այդ պատժելը արտահայտում է ոչ թե իրավական process-ների հիման վրա, այլ պարզապես մարդկանց իրենց տեսակետից տարբերվող կարծիքներ արտահայտելը, հիմա դա կարտահայտվի քաղաքական մակարդակում, դա կարտահայտվի հասարակական մակարդակում, թե մեկ այլ տեղ իշխանության համար դա խնդիր է եւ նրանց համար որևէ ձևով կարևորություն չի ներկայացնում, թե տվյալ մարդը կալանքին
անհամատեղելի որևէ հիվանդություն կամ առողջական խնդիր ունի, թե չունի։ Ամեն դեպս այս տարիները ցույց են տվել, սա առաջին դեպքը չէ, որ իշխանությունը ամեն դեպս ոչ իրավական առումով, ոչ էլ բարոյական առումով որևէ խոչընդոտ չունի եւ մարդկանց ամեն գնով փորձում է ազատությունից զրկել, հիմքում ունենալով իր մոտեցումից, իր կարծիքից տարբերվող դիրքորոշումներով։